Զորահանդեսով երբ որ տեխնիկան անցնի, Հանրապետության հրապարակով անցնելու է, բայց չի հեռանալու։ Ես հանձնարարել եմ, որպեսզի Տիգրան Մեծ պողոտայում մինչև ժամը 12-ը, այսինքն կեսգիշեր, այդ ամբողջ տեխնիկան մնա, որպեսզի մարդիկ գան տեսնեն։ Էդ էլ ինչի տեղավ այդ գաղափարը։ Էրեբունի վարչական շրջանում խոսում էինք, մի քաղաքացու հետ խոս բացվեց, ասի դե զորահանդես, բանակի մասին էր խոսում, ասի դե զորահանդես ենք անելու, ասեց հա լավ գիտեմ ինչ եք անելու, բան ասում ինչ ենք անելու, ասեց հա մակետները բերելու եք, բանի կամերաների դեմով անցկացնեք, վզոցնելով տանեք, ոչ մեկ չենք ջոգելու, այդ ինչ էր, իսկական էր, իսկական չէր, շատ ծանր ազդեց այդ խոսակցություն ինձ վրա, ես ասեցի լավ ոնց լուծեմ այս, եթե մի հոգի ասում է, ես հա Բարզա չէ, որ խոսվում է դա։ Դրա համար որոշեցի, որ զորահանդեսից հետո Տիգրան Մեծ պողոտայում ամբողջ տեխնիկան, ինչ որ ցուցադրվում է, կշարվի, որպեսզի մարդիկ մինչև երեկո գան, նայեն, տեսնելու հնարավորություն ունենա, եւ իմ կանխատեսումն է, որ այդ ամեն ինչը տեսնելուց հետո մարդիկ քեֆ անելու ցանկություն են ունենալու, որովհետեւ տեսնելու են իրենց նոր բանակը, որը նորա հագուստով, ռազմական տեխնիկայով, ընդ որում ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասը օտար երկրի արտադրությունն է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրությունն է։ 2018 թվականից մենք 170 միլիարդ պատվեր ենք տեղադրել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում։ Եվ մենք այսօր ունենք ռազմարդյունաբերական համալիր։